Մտածում ես ես հրեշ եմ։ Հա, հենց հրեշ ես, որ կաս, որովհետև մենակ հրեշը կարող էր հարսանիքի հաջորդ օրը առևանգեր, հետո բռնաբարեր ու սպաներ կնոջը։ Գոնե տղամարդկություն ունեցի Խոստովանի, ստեղ ինձնից ու քեզնից բացի ոչ ոք չկա։ Փոքր ժամանակ ամառները հաճախ էի գնում պապիս տուն գյուղ։ Տան մոտ ֆերմա ուներ։ Խոզ էր պահում։ Մի հատ փոքր խոզուկի հետ էի ընկերացել։ Կերակրում էի, խնամում էի։ Իմ հետ նույն նջարանում էր քնում։ Վզից էլ զանգակով շղթա էի կապել, որ հանկարծ կորի գտնեմ։ 7-8 տարեկան երեխա էի։ Այդ ժամանակ այդ խոզուկը իմ ամենամոտ ընկերն էր դարձել։ Մի օր առավոտ արթնացա, խոզուկս չկար։ Ման էի գալիս, չէի գտնում։ Հետո գտա։ Պապիս մասի սեղանի վրա կտոր արված։ Զանգակով շղթայով գլուխն էլ աղբամանի մեջ։ Անգուր լացում էի, չէի հասկանում պապիս ինչի է իմ հետ տենց դաժան վարվել։ Հետո հարցրեցի։ Ասեց, որ շատ եմ կապվել հետը, որ ես կյանքում չի կարելի այդքան ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկ հետ կապվել, որովհետև կյանքը մեզ սովորացնում է սիրել։ Ու հետո խլում է այդ սերը մեզանից, որ ավելի ցավացնի։ Այդ իմ կյանքի առաջի դասն էր սիրո ու կապվածության մասին։ Այդ ժամանակ ես հասկացա, որ եթե ուզում ես ուժեղ լինես, պետք է հրաժարվես այն բանից, ինչը սիրում ես։ Ու դու որոշեցիր հրաժարվել ամեն ինչից ու բոլորից։ Դրա համար Նանեին սպանեցիր, որ քեզ ավելի ուժեղ զգաս։ Խաղի կանոնները ես չեմ սահմանել։ Բայց քեզ իրավունք ես վերապահել, որոշել թե ով պիտի մեռնի ու ով ապրի։ Բայց այս կյանքը բումերանգ է, Բեկ։ Ու մի օր քեզ հետ է վերադառնալու են ամեն ինչ որ դու ես արել։ Ու գիտես ինչ է լինելու։ Հայտնվելու է պապիտ պես մեկը ու քեզ կյանքից զրկի, որ դա էլ ուրիշներին դաս լինի։ Միգուցե ես հենց դրան էլ սպասում եմ։ Բայց քանի դեռ ժամանակը չի եկել, ես չեմ կարող ինձ տես ճոխություն թույլ տամ, որ կորցնեմ զգոնությունս կամ թուլանամ։ Ես ոչ մի վայրկյան չեմ մոռանում ով եմ ու ինչ եմ անում։ Ու այն ինչը քեզ թվում է թուլություն կամ ցավ, իմ համար զուտ հիշեցում այն մասին, որ այս կյանքում ամեն ինչն իր գինն ունի։ Ու ես պատրաստ եմ այդ գինը վճարել։ Դու արդեն վճարում ես, Բեկ։ Ուղղակի չես գիտակցում, թե որքան թանկ է քո վրա նստում այդ։ Ես առանց աչքս թարթելու կվճարեմ այդ գինը։ Ու երբեք չեմ փոշմանի մտրության համար։ Ոչ էլ կփորձեմ ինչ-որ մեկին ապացուցել ճիշտ եմ, թե սխալ։ Այդ ինձ ոչ մի բան չի տա։ Եթե երբևէ որոշես երեխուդ ինձանից ինչ-որ բան սովորացնել, սովորացրա այն, ինչը ես տենց էլ չկարացա սովորեմ։ Չկորցնել այն միակ բանը, ինչի համար իսկապես արժի ապրել։